Թրիփ անցած հայ-ամերիկյան համաձայնագիրը Վաշինգտոնում ստորագրվեց։ Ինձ հետաքրքրում է առաջին դիրքորոշումը կամ վերաբերմունքը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ինչի մասին են վկայում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ադրբեջանի կողմից դիրքորոշումը բավականին տարբերակված է։ Իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ սա իրենց ձեռնտու տարբերակ է, հաշվի առնելով, որ հարգվել են նաև Ադրբեջանի որոշ պահանջները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսվեց front office-ի եւ back office-ի մասին, front office-ում պետք է լինեն կազմակերպության ներկայացուցիչները, որոնք կարող են եւ չլինել հայեր, հետեւաբար այստեղ կարող ենք տեսնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի այդ պահանջը եւս ինչ որ առումով հարգվել է, հաշվի առնելով, որ Ալիևը եւ մյուս շրջանակները բազմիցս ասել են, որ չեն ուզում այդտեղ տեսնել հայերի։ Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, այստեղ իրենք ունեն որոշակի մտահոգություններ մաքսային եւ անձնագրային ստուգման հետ կապված, որին իրենք չեն առնչվելու եւ որը որոշումների կայացման հարթակում գտնվում է հայերի շրջանակում։ Այդտեղ ունեն մտահոգություններ եւ դրանք իրենց մոտ դեռ փարատումներ չեն ստացել, այսպես ասած։ Այսինքն դրանք ինչ բնույթ, տեխնիկական բնույթի հարցեր են։ Տեխնիկական բնույթի են, բայց իրենք ամբողջովին դա դիտարկում են քաղաքական հարթության մեջ, քաղաքական բանակցությունների ԱՄՆ-ի Հայաստանի հանդեպ ուշադրությունը շատ ավելի կարևորելու եւ որոշակի վերապահումով Ադրբեջանին մոտենալու շրջանակներում։ Թուրքիայի արտգործնախարար ասում է մենք Բայրամովի հետ 2 ժամ քննարկել ենք այս նոր համաձայնագիրը, կա նաև մի փոքր մեջբերում Ֆիդանի այդ խոսքից, որ Թուրքիան ցանկանում է Զանգեզուրի միջանցք, դե նրանք Զանգեզուրի միջանցք են ասում, մենք այդ մասին էլ հիմա կխոսենք, իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Մի քիչ անհասկանալի է, հղումը ինչի վրա է այստեղ։ Եվ Ադրբեջանում եւ Թուրքիայում բարբերաբար գիտենք, որ իրենք Զանգեզուրի միջանցք են կոչում այդ ճանապարհը եւ որքան էլ որ մենք այստեղից խոսում ենք թրիփի մասին, ԱՄՆ-ից խոսում են թրիփի մասին, իրենք միևնույն է շարունակում են միջանցքային տրամաբանությունը։ Ալիևի վերջին հարցազրույցը կարծեմ տարեսկզբին էր տեղական լրատվամիջոցներին, որտեղ իրեն հարցրեցին, երբ այնտեղից խոսում են թրիփի մասին, մենք շարունակում ենք ասել Զանգեզուրի միջանցք, որտեղ է լինելու այդ կետը, որտեղ շահերը ամեն դեպքում համընկնելու են։ Ինքը պատասխանեց, որ իրենք միևնույն է ստանալու են այն, ինչ ցանկանում են։ Կլինի դա միջանցք անունով, կլինի դա թրիփ անունով, բայց իրենք կարծում են, որ դա անխոչնդոտ անցումն է դեպի Նախիջևանի Հանրապետություն, ինքնավար հանրապետություն եւ չեն դիտարկում Հայաստանի որոշումներ կայացնելու հնարավորությունը որպես սպառնալիք։ Քննարկումներ կան այնտեղ որոշակի փորձագիտական շրջանակներում, որ Հայաստանի Հանրապետությունը այս պահին բավականին բարի դրացիական է տրամադրված խաղաղության գործընթացին եւ չի լինելու այն խոչընդոտը, որը կարող է եւ Ադրբեջանի քաղաքացիների եւ բեռների տարանցման համար իրական լինել։ Գուցե դա լինի խորհրդանշական 1 ամիսը, 2 ամիսը մեկ որոշակի սահմանափակումների կերպով, բայց որպես իրական եւ ռեալ սպառնալիք կամ ռիսկ չեն գնահատում։ Դե անխոչնդոտը էլի սահման չի ձևակերպում։ Անխոչնդոտ ոչի նշանակում, որ հայերը չեն իմանալու, Հայաստանում չեն իմանալու ինչի անցնում հայկական տարածքում։ Իհարկե իմանալու են։ Իմանալու են։ Դա եղավ անխոչնդոտ։ Իրենք կարծում են, որ դա լինելու է անխոչնդոտ, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն կամ ինչպես կզարգանա իրադարձությունները, մենք այս հրապարակված փաստաթուղթը ունենք պարզապես որպես սկզբունքների ամրագրում։ Դա որևէ իրավական հարթակում հաստատված չէ, չգիտենք որտեղ է հաստատվելու եւ որ կողմերը դեռ պետք է դա քննարկման առարկա դարձնեն, եւ եթե անգամ Ադրբեջանի ստորագրությունը այդ փաստաթղթի ներքևում չկա, չի նշանակում, որ նա որևէ ներգրավվածություն այդտեղ չի ունենալու եւ իր կարծիքը, այսպես ասած, չեն հարցնելու։ Նաև ԱՄՆ-ում իրենց դեսպանի հետ քննարկում էր ունեցել Ռուբիոն, եթե ես ճիշտ եմ հիշում, նախքան Արադ Միրզոյանի այնտեղ այդ ստորագրությունը իրականացնելը։ Թրիփը փոխում է մեր անվտանգության աստիճանը։ Միանշանակ փոխում է, բայց ես կարծում եմ, որ իրավիճակը գնահատելու համար նախ պետք է հասարակությունների տրամադրվածությունները ստուգել ստեղծված խնդրի շուրջ։ Եվ Հայաստանում եւ Ադրբեջանում ինչպես են պատկերացնում թրիփի կամ ինչպես իրենք են ասում, այդ Զանգեզուրի միջանցքի գոյությունը։ Խոսքը հանրային ընկալման։ Հանրային ընկալման։ Քանի դեռ հանրային ընկալման մեջ այդ անվտանգության զգացողությունը չկա, որքան էլ մեզ համոզեն, որ դա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների շրջանակներում է, միևնույն է, եթե հասարակությունը դրան չի հավատում, դա չի լինելու անվտանգ եւ լինելու է ռեալ ռիսկ կախված Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխին։
Միևնույն ժամանակ Հայաստանը եւ Ադրբեջանը առևտրային հարաբերություններ են հաստատում եւ կարծես թե առաջ են գնում այդ ուղղությամբ։ Բաքաղաքական սեգմենտը այստեղ բախաղության պայմանագիրը դա կարևոր չի այլևս։ Իհարկե կարևոր է, միանշանակ կարևոր է, պարզապես իմ պատկերացմամբ Ադրբեջանում եւ գուցե Հայաստանում եւս շեշտը դնում են հասարակության սոցիալական մտածողության հարմարեցմանը, այսինքն հասարակություններին հարմարեցնել իրար կողք կողքի ապրելուն, իրար հետ առևտուր անելուն, ինչպես եղել է խորհրդային շրջանում, եւ մենք գիտենք, որ երկու երկրներում էլ սոցիալական խավը, սոցիալական միջին խավը, այսպես ասած, բավականին զգայուն վիճակում է գտնում եւ եթե նրա գրպանին կպնում են, ապա գուցե որոշակի առումով իրենք հարմարվում են այն իրավիճակին, որն իրենց թելադրվում է։ Եկավ ղազախական ցորենը, այնուհետև ռուսական ցորենը բավականին մեծ ուրեմն չափով վառելիքը Ադրբեջանից, ընդամենը մի 2 ժամ առաջ ես տեսա, որ Ռուսաստանից բնական հեղուկ գազն է տեղափոխվելու Ադրբեջանի միջոցով այստեղ, Իրանի հետ հարաբերությունների Այստեղ բավականին լայն քննարկման դաշտ է բացվում, թե իրենք ինչպես են ազդում հայ հասարակության ընկալման վրա Ադրբեջանի հետ հարաբերությունների։ Մեզ միգուցե նաև դա պատական համընկնում է, բայց Վաշինգտոնյան այդ համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո մենք լսեցինք գերիների փոխանակման մասին։ Մենք ստացանք 4 հայ գերիներին Բաքվից։ Դա ինչ է կարծում, գործարքի արդյունք էր, թե եղել է այլ միջամտություն։ Կարծում եմ, որ քաղաքական գործարք էր սա ավելի շատ։ Սա միանշանակ դիտարկել որպես մարդասիրական քայլ ճիշտ չէ, որովհետև հնարավոր կլիներ այդ մասին խոսել, եթե այնտեղ պատժաչափ ունեցող բոլոր ռազմագերիները վերադարձվեին։ Հարաբերությունների բարելավման ֆոն չի կարելի համարել։ Կարծում եմ, որ ոչ։ Եթե մենք նման ժեստի սպասել, առավելապես կարող ենք նման ժեստի սպասել հարաբերությունների կարգավորման շրջանակում, եթե դա հաջորդեր Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին։ Այսինքն հասարակություններն էլ սպասում էին, որ երբ որ նախաստորագրումը կայացավ, դրանից հետո պետք է առնվազն մի քանի գերիներ վերադարձվեին եւ որոշակի խոսույթի փափկություն էլ լիներ, բայց իրենք շարունակեցին, ինչպես գիտենք, Արևմտյան Ադրբեջան եւ մյուս թեզերի շրջանառությունը առավել ակտիվ կերպով եւ գերիներ չվերադարձվեցին։ Ինչ վերաբերում է այդ 4 անձանց, որոնց Ադրբեջանը վերադարձրեց, նախ շատ հետաքրքիր օրինաչափություն կա Ադրբեջանի գործելավոճում այս հարթությունում եւս, երբ ինքը առավել հեշտ կերպով վերադարձնում է քաղաքացիական անձանց եւ ոչ ռազմական կամ զինվորական ծառայության մեջ եղած անձանց։ Վերջին անգամ զինվորականներ վերադարձվել են 2023 թվականին 32 գերիներ, երբ վերադարձվեցին, իրենք վրացական խողովակով։ Այո։ Իրենք ժամկետային զինծառայության մեջ գտնված անձինք էին եւ նրանց հետ կապված եւս Ադրբեջանը որոշակի այլ դիրքորոշում ունի, այսինքն իրենք պարտադրված են եղել, ինչպես կարծում են Ադրբեջանում, լինել պատերազմի դաշտում եւ լրիվ այլ պատկերացում ունի եւ վերաբերմունք ունի այն անձանց հանդեպ, ովքեր այնտեղ կամավորական էին եւ չենք խոսում նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության մասին, որոնց հանդեպ վերաբերմունքը շատ կատեգորիկ է։ 4 անձինք վերադարձան, 4-ն էլ քաղաքացիական անձինք, որոնցից 2-ի հետ կապված բավականին մեծ մտահոգությունների շղթա կար վերջին ամիսներին, առողջական վիճակի հետ կապված։ Վագիվ Խաչատրյանը ընդամենը 1-2 օր առաջ կարծեմ վերադարձվելուց տեղափոխվել էր հիվանդանոց բավականին ծանր վիճակով, իսկ Վիգեն Էուջեկչյանի մասով իր փաստաբանը եւ կինը պարբերաբար խոսում էին այն մասին, որ առողջական վատ վիճակում է գտնվում, հացադուլեր է հայտարարում եւ իրենց հետ խոսելուց միայն դեմքն են տեսնում, չգիտեն արդյոք կարողանում է քայլել թե ոչ, եւ այն տեսանյութն էլ, որ Լինդան իր կինը հանդիպեց իրեն, առաջինը ձեռքեր եւ ոտքերն էր ստուգում, թե արդյոք շարժվում է եւ քայլում է, դա հենց դրա մասին էր խոսում, որ պայմանները իսկապես սարսափելի են այնտեղ եւ այդ մարդկանց վերադարձը իսկապես հրաշքի նման է։